Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության կողմից 2026 թվականի ապրիլի 23-ին կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են, պարզվել են հանգամանքներ, որ ընտրական ցուցակում ընդգրկված 3 թեկնածուների դեպքում բացակայում են որոշակի փաստաթղթեր եւ այս պահին հանձնաժողովին է ներկայացվում որոշման նախագիծ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առաջադրված Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության ընտրական ցուցակում պատգամավորի տեխնացու գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 84 հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության դաշինքի դիմումից ներկայացնում են կուսակցության կանոնադրությունը, կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները, ընտրական ցուցակները հաստատելու առաջադրելու վերաբերյալ ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացուների գրավոր հայտարարությունները տվյալ կուսակցության ընտրական ցուցակով տեխնացու գրանցվելու համաձայնության մասին նվազագույն ընտրական գրավի մուծման անդորրագիրը տեղեկանքը ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացուների վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետություն մշտապես բնակվելու մասին հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը եւ վերջինը, որ պետք է ներկայացվի տեխնացուի վերաբերյալ, դա տեխնացուի անձահաստատող փաստաթղթերի պատճեններն են։ Ընտրական օրենսգրքի 84 հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության կարգավորման համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերում արկա են անճշտություններ կամ դիմումից ներկայացված փաստաթղթերը թեր են, կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, իսկ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուների վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուի գրանցումը մերժվում է, իսկ տեխնացուի գրանցումը մերժելու դեպքում ցուցակում ընդգրկված նրա անունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի։ Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուներից Թորոս Գևորգի Թորոսյանի 46-րդ հերթական համար Թորոսյանի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։ Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի 93-րդ համար վերջինիս փաստաթղթերից նույնպես բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։ Արա Մաքսիմի Ասլիկյանի 100-րդ հերթական համարը նրա փաստաթղթերից եւս բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենը։ Հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է տրամադրել 48 ժամ ժամանակ նշված դիմումից փաստաթղթերը լրացնելու համար։ Վերոգրալի հաշվառմամբ եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությանը տալ 48 ժամ վերոհիշյալ փաստաթղթերը լրացնելու համար տրվող ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 10:00-ին։ Որոշման նախագիծը պարունակում է նաև որոշումը ուժի մեջ մտնելու ժամկետը, այն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, ինչպես նաև բողոքարկման կարգը եւ ժամկետը։ Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Պարոն Հովակիմյան, կուսակցության լիազոր ներկայացուցիչը նիստին ներկա է։
կներկայանաք, որ շուշան։ Afgan Ժողովրդական համայնքի Դիաթոր ներկայացուցիչի հետ մենք աշխատել ենք եւ վերջինիս ներկայացվել է հետեւյալ կարգավորումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է բոլոր միջոցները եւ կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարությունը ոչ աշխատանքային օրերին, այսինքն մայիսի 1-ին եւ մայիսի 2-ին աշխատելու է եւ մինչև մայիսի 2-ը ժամը 18:00, եթե անհրաժեշտ լինի հայերենի քննություն հանձնելու, այսինքն հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք կրթության նախարարությունից ներկայացնելու, ապա կարող եք դիմել եւ վերջիններս անպայման կապահովեն այդ քննությունը մեր կողմից նշված ժամկետում կազմակերպելու եւ համապատասխան տեղեկանքը տրամադրելու համար։ Ես ուղղակի ավելացնեմ, որ այսօր էլ կարող եք դուք մինչև 18:00, որովհետև ես հանձնարարեմ, որպեսզի կդիմացեին նախարարության տեղեկացնեմ, որ չնայած ինքը նախատոնական օր է, այսինքն այսօր եւ ըստ մեր աշխատանքային օրենսգրքի իրենք մինչև 17:00 պիտի աշխատեն, բայց հանձնարարել եմ, որպեսզի իրենց հետ կապեն եւ խնդրեմ, որպեսզի իրենք մինչև 18:00 նույնիսկ, այսինքն այսօր կարողանաք դիմում ներկայացնել եւ օրինակ վաղը կամ մյուսօրը արդեն այդ տեղեկանք ստանալու համար չգիտեմ, այդ ստուգարկի քննությունը ինչը, որպեսզի հանձնեք։ Հարգելի գործընկերներ, նախագծի հետ կապված այլ հարցեր կան։